Հավատում եք Նիկոլ Փաշինյանին, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվի։ Իհարկե, հավատում եմ։ Չի կարա այդ բաներ անել, հասկանում եք, բայրկա այդ խոսակցությունը պետք չի լսել։ Եթե տենց է, մենք ինչքան ունենք վերադարձնելու են կողմ։ 3 անգամ ավելի ճիշտ է։ Համեմատեք սա։ Ճիշտն ասած, այդ թեման չեմ ուզում, քաղաքական թեման։ Որ ասում է համաձայն ենք։ Իսկ ինչ որ հիմնավորում ունեք, ինչու եք համաձայն։ Դե ես չգիտեմ ինչ ասել։ Մնացածը չեմ իմանում։ Գաբրել կտենանք։ Ինչ պետք է անեն։ Կարա ադրբեջանցի գազը թող գա։ Մենք էլ ուրախ կդիմավորենք։ Լտենանք կգան։ Եկողներին էլ սպասողներ կան էլի։ Լավ մնաք, ամեն մի ստի բաների հետևից մինգի։ Հավատում եմ, որովհետև տեսեք, միգրացիայի մասին օրենքով արտասահմանյան քաղաքացին իրավունք ունի Հայաստանում ապրի 90 օր։ Եթե ադրբեջանցին գա այստեղ 90 օրից ավել ապրի, դա օրենքի խախտում է։ Չգիտեմ ինչի են այդ հարցը անընդհատ շահարկում։ Միթե ասենք այդ մարդիկ, որոնք անընդհատ շահարկում են 300,000 ադրբեջանցի կգա կապրի նանք, ուղղակի դա քաղաքական շահարկումներ է, օրենքով դա չի թույլատրվում եւ ոչ մի արտասահմանյան քաղաքացի չի կարա գա օրենքից դուրս ստեղ ապրի, դա բացառվում է։ Հիմա Փաշինյանն ասում, թե ով ուզում է ասի, օրենքը մնում է օրենք, ժողովուրդ ջան։ Անենց որ ոչ ոք էլ չի կարա, ոչ մի ադրբեջանցի էլ չի կարա ստեղ ապրի 90 օրից ավել, ըստ օրենքի, ըստ օրենսդրության։ Իսկ եթե ինչ-որ ուրիշ որոշումներ կլինի, չեմ կարծում, թե նոր ձևավորված խորհրդարանը նման որոշումներ կընդունի, դա բացառվում է։ Այնպես որ դա բոլորը քաղաքական շահարկումներ է։ Բերեք ծուռ նստենք ուղիղ խոսանք, էլի, այտենց բան չկա, խոսակցություններ է։ Ես Փաշինյանի որ ասեմ երկրպագուն չեմ, բայց որը ճիշտ է, ես են եմ ասում, ճիշտը մնում է ճիշտ, սխալը մնում է սխալ։ Շատ թերություններ ունի Փաշինյանը, շատ, ասենք, չի կարում տնտեսությունը ոտքի կանգնացնի, տնտեսական ոչ մի շարժ չկա հանրապետությունում։ Լրիվ սուտ խոսակցություններ է, թե տնտեսությունը զարգանում է 7.5%, եղավ, այն եղավ, լրիվ սուտ է, այտենց բան չկա։ Ոչ մի արտաբերություն չունենք, լրիվ զրոյական տնտեսության վրա նստած են։ Դա մեծ պրոբլեմ է մեզ համար։ Բայց ինչ մնում ադրբեջանցիներ բան, դրանք բոլորը քաղաքական շահարկումներ են։ Հավատում եք Նիկոլ Փաշինյանին, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվի։ Այո։ Իսկ ինչպես կհիմնավորեք ձեր կարծիքը։ Իսկ ով է այդ ասել, որ պետքա վերաբնակեցվեն։ Դե մշտապես հայտարարություններ, խոսակցություններ կան։ Ադրբեջանն է ասում։ Նախաստորագրված այդ համաձայնագրի մեջ այդ ցակ բաներ կան գրված։ Բան չից եք ենթարկվում։ Դե Փաշինյանն է հայտարարում, մենք ուղղակի հարցնում։ Փաշինյանը հայտարարում է, որ ցակ բան չկա։ Ինքը չի հայտարարում, որ լինելու է։ Իսկ նրանք ովքեր հայտարարում են, դրանք ռուսի շպիոններն են այստեղ, ուզում են խառնել։ Ոչ ոքի չեմ հավատում։ Իհարկե համաձայն չեմ։ Իհարկե չէ։ Մենք գնում ենք իրանց մոտ, կամ մենք, որ այդքան ղարաբաղցիներին հանեցին, դուրս շպրտեցին, կարողանում են գնան ընդեղ։ Չէ, ուրեմն իրանք էլ չկան ստեղ։ Բայց Փաշինյանն նշել է, որ իր իշխանության օրոք նման բան չի լինի։ Դուք հավատում եք։ Ճիշտն ասած չէ։ Չէ, որովհետև ստերը շատ են, չգիտեմ, չեմ հավատում։ Հավատում եմ նրան, որ շատ բաներ ինքը ինչ որ ասում է, դրա հակառակն էլ անում է։ Այդպես։ Չէ, то, что ադրբեջանցիք ստեղ չպետք է գան, այդ 100%, բայց ես չեմ կարող ասեմ Փաշինյանի կողմից եմ, թե չէ, որովհետև ես ստեղացի չեմ։ Էգող եմ։ Հիմա մենք կողմնակիցը չենք ասում, ուղղակի մտքի եք համաձայն եք։ Չէ, մենակ որ չէ, Ադրբեջանին չէ։ Ոչ մի դեպքում։ Դեմ եմ, ինձ թվում է միայն ես չեմ դեմ։ Ռուսաստանում էլ են բոլորն դեմ, ստեղ էլ են դեմ երևի, բայց չգիտեմ ոնց կլինի։ Շատ դժվար ժամանակներ է, շատ։